Դերասանուհի Արաքսիա Մելիքյանը, ով բավականին հաճախ է հետևորդների հետ Instagram-յան էջում կիսվում նոր հրապարակումներով, այս անգամ լուսանկար էր հրապարակել իր խաղընկերոջ Ռոման Բաբայանի մասնակցությամբ։ Համատեղ լուսանկարին կից Արաքսիան գրել էր. «Ոչ մեր սիրելներ նման սիրելու, ոչ բաժանումը բաժանում եղավ»։ Գրառման մեջ Արաքսիան նաև ակնարկել էր, որ ֆոտոշարքը Սունդուկյան թատրոնի համար է արված։ Նշենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում Արաքսիան անդրադարձել էր մի շարք անձնական ու ընտանեկան թեմաների, մասնավորապես նշելով. «Էս վերջին շրջանում մենք սկսեցինք ավելի քիչ կռվել։ Կռիվացվածը երբ սկսեց հանդարտվել, երբ ես հասկացա, որ ես չեմ իր ստեղծողը, ոչ էլ իր վերադասյարակողն եմ։ Մարդը ունի իր կարծիքը, կյանքի իր տեմպո, ռիթմը եւ պետք է դա ընդունել։ Իմ ընկալմամբ սերը միմյանց հանդեպ բացարձակ հարգանք ու հոգատարություն է»։ Արաքսիայի խոսքով մի դեպք է եղել, երբ ամուսինն իրեն այնպիսի բառ է ասել, որից ինքը իսկապես խոցվել է, քանի որ դա իրեն իր մանկության տարիներից մի դեպք է հիշեցրել։ Դերասանուհին խոսել էր նաև մանկության բարդ փուլերի մասին ու ընդգծել, որ չնայած նրան, որ իր տանը կենցաղի առումով ամեն ինչ իդեալական է, միևնույնն է, ինքը ատում է կենցաղը ու գիտի, որ այդ ամենի մեջ իրեն երբեք երջանիկ չի զգալու, քանի որ կենցաղը շատ վաղ է իր կյանք մտել։ Արաքսիայի մայրը մահացել է, երբ նա ընդամենը 9 տարեկան է եղել ու այդ մասին խոսելիս դերասանուհին նշել էր. «Ես այդ տարիքում գումարած 7-8 տարի անընդհատ մեղքի զգացում եմ ունեցել, որին պատճառով մամաս չկա, բայց ես հասկացա, որ կապ չունեմ դրա հետ, երբ հիվանդությունը գալիս դուռը ծեծում է, չի հարցնում, թե աղջիկը ով է, ընդհանրապես դժբախտությունը ոչինչ չի հարցնում»։ Դերասանուհին ընդգծել էր, որ իր կյանքի կարևոր փուլերում մշտապես զգացել է մայրիկի բացակայությունը, վերջին զանգին իր հարսանիքի օրը երեխաների ծնվելիս ասելով, որ շատ կուզեր, որ մայրն էլ այդ ամենը տեսներ։ Միաժամանակ Արաքսիան պատմել էր հոր մասին ու ասել. «Ես խենթանում եմ հորս համար, պապաս մի քանի անհաջող ամուսնություն է ունեցել, ֆիզիկոս է, հիմա ապրում է ուրիշ երկրում, թեթև առողջական խնդիրներ ունի, բայց տեսակապով խոսում ենք իրար հետ ու ինձ ոչ մի բացասական էներգիա չի ուղարկում»։ Անդրադառնալով ամուսնու ծնողներին, նա ընդգծել էր, որ շատ է սիրում նրանց ու հիանալի հարաբերություններ ունի թե սկեսրայրի, թե սկեսուրի հետ։ Նշենք նաև, որ Արաքսիան բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում եւ հաճախ է հետևորդների հետ կիսվում զվարճալի հոլովակներով։ Որոշել էի չխոսեմ, բայց էլ դիմանալու չի։ Այս մարդը, այս կողքիս անձնավորությունը, այսօր առավոտից արթնացել է թարս ոտով երևի եւ սպանեց թողեց, բողոքի գրքով արթնացել։ Այս ինչի է դիմացս կանգնել։ Այս ռուսերն չեն այսքան շատ։ Այս ինչ են նակոլկա արել։ Այս հերթը խի աստեղ։ Այս ջրի շիշի ինչ անեմ։ Շոկա։ Ինչ անեմ։ Ոնց յոլա գնամ։ Խորհուրդ։ Հարգելի համակարգացիներ։ Այս հենց երեսին եմ ասում, որ հետևից ասել չլինի։ Սպանեց թողեց։ Ու հլը ամբողջ օրը դիմացներս սա, բայ Աստված ջան։ Լավ, հերիքը արդեն շատ խոսացիր։ Ասում եմ շատ խոսացիր։ Հիմա էլ ես եմ իր ներվերին ազդում։ Անաս թորից հետո չի խերվել։ Հիմա գորմա, զարադեշնիկս խի չի աշխատում, ունես լարը տուր, Բայրոնի փողոց խենք գնում, Բայրոնով է, որ պիտի Հայաստանում Բայրոնի անունով փողոց լնի, անդոյ ինչ կա, օրվա վերջ մինչև գրելու եմ էտ սաղ։ Մին է կարի դու էլ բայ, դեր մեզ ներվայնացած եմ։ Ասում է սվետաֆորը խի է երկար պահում։ Այսուր սապուրը հավաքել։ Սրանք է կարճ հարկած գարի կանգնում են դեմը նայում ես ավարյա ես տալու։ Հիմա կարճ հարկած աղջիկների մասին։ Արա ջայլ են, խիչը հակնեն անդո։ Խի ես նայում իրանց կարճին, որ մի հատ է ավարյա ես ուզում տալ։ Չես կարում չնայես, ոնց են աչկը տնգնում է։ Որ կենտրոնացի։ Կենտրոնանում եմ, բայց չեմ կարում, Բայրոնի փողոցը որտե է։ Գնա դիմաց տա։ Բայց խի Բայրոն։ Բա ինչ։ Չգիտեմ, բան, Պողոսյան, հայկական, թե Բայրոն։ Բայրոնը հայասեր է եղել մեծ։ Ով հայասեր է եղել աղբտի Պողոսը դնում է։ Հա, բա։ Խելոք բայք ես անդոր։
Բայց 100% դու համոզված ես, որ դի բայրոնն է։ Մամա, տերի մաստված։ Տերի մաստված։ Հիմա էլ ես կարճարչիկներին նայում։ Չէ, հիմա այդ չեմ նայում, հիմա նայում եմ միտե գրածնի բայրոնը, անտեր երկիրա, ոչ մի փողոցի վրա Գրածա, դու դեռ չես ասել ոստը։ Բայրոնա գրած։ Գնա! Գրիգորյանա գրած այդ փողոց։ Բայրոնը ոտև հաջորդն է։ Հաջորդն է։ Եթե հաջորդը բայրոն չեղած ձեր։ Այստեղից պետք է բայրոնն է, ահա, այս։ Ուրա բայրոն։ Հենա ռոն, այսքան բայրոն երևի, կեսն է երևի։ Մարան չեն դրը հետևը։ Որ մարդը չտենա, էդի որ փողոցն է։ Բայց արդեն հասել ենք, ան։ Հա։ Դե խելոք, անդո, խելոք։ Հա, խելոք եմ։ Սպորտզալից դուրս եմ գալիս։ Գալիս մեքենայս մոտ տերում եմ մեքենայս չկա։ Անկեղծ եմ ասում։ Պարզվում է այս մատենադարանի կողքը, բայց լիքը ավտոներ կային, իմ մեքենան չկա։ Ուրջ եմ ասում։ Զրո։ Ստեղ մի մեքենա կա, տարել են իմ մեքենան, որովհետև ստեղ նշան կա, պարզվում է այս նշանը չեմ կարդացել։ Բայց ես տեսա ուրիշ մեքենաներ կան, հիմնի ես ուց պիտի գնեմ ժողովուրդ։ Ամենայն լրջությամբ եմ ասում։ Անդոն ներկայացման է, չեմ կարող խանգարել։ Մեքենա սուրա։ Ասեմ որտեղ եմ չծիծա լուրջ, փոսի գայիում, մեքենայում իմ ոստիկանը խղճով տղա էր, մրսում էի, ասեց նստեք ձեր մեքենայում տակացեք, միջև կգան կարձանագրեն, բայց ես ոչ զանգ եմ ստացել, որ տանում ենք ձեր մեքենան, ես էլ ճիշտ չի, վստահ եմ, հիմա ասեց մրսում եմ, տակացնել իհարկե, այսպես բան էր, հայտնվել եմ անհեթեթ իրավիճակում, չկարողացա գնալ կրկնօրինակման արգոջաններով, ոյ, ներեցեք, ես իրոք հիվանդանում եմ, ապրի ոստիկանությունը շատ արդարամիտ է աշխատում, սպասենք, մինչև բարձր վարձատրվող պարեկները կմոտենան և ցածր վարձատրվող դերասանուհուն կարգտավորեն, շատ լավ երկիր է, շատ լավ, չհագտավորվեցի, եկան գրեցին, լավ մրսեցին, իհարկե բան չունեմ ասելու, են պարեկները, ովքեր որ արձանագրում են ամեն ինչ հանգամանալին բացատրեցին, բայց այն մարդը, ով որ ինձ տարել է, Վարդանյան, դուք կգաք ներկայացում կնայեք ձեր բարձր աշխատավարձով, և ես հաճելիորեն կխաղամ, դուք ծափողջույներով բրավո կգոռաք, բայց ես միշտ կհիշեմ, որ դուք Վարդանյանն եք ու այստեղ եք, ես ձեզ չեմ ճանաչում, բայց դուք ինձ կճանաչեք միշտ, Վարդանյան,